Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգու Սրբո ամեն։ Եվ Հիսուս ասաց. դատաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան։ Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին եւ նրան ասացին. միթե մենք էլ կույր ենք։ Հիսուս նրանց ասաց. եթե կույր լինեք, դուք մեղք չեք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք եւ ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ ավազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիվն է ոչխարների։ Դռնապանը նրա համար բացում է դուռը եւ ոչխարները լսում են նրա ձայնը, եւ նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում, եւ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում, եւ ոչխարները հետևում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ Օտարի ետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը։ Հիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ Հիսուս դարձյալ նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձանից առաջ եկան, գողեր են եւ ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ Ես եմ դուռը, եթե մեկը իմ միջով մտնի, կփրկվի, կմտնի ու կելնի եւ ճարակելու բան կգտնի։ Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի եւ կորստյան մատնի։ Ես եկա, որպեսզի կյանք ունենան եւ առավել եւս ունենան։ Հովանու ավետարանի 9-րդ գլխի վերջի եւ 10-րդ գլխի առաջի հատվածներում մեր Տեր Հիսուս Քրիստոս 3 բաների մասին է խոսում։ Խոսում է տեսնելու մասին եւ կուրանալու, խոսում է հովվի մասին, լավ հովվի մասին եւ խոսում է դռան մասին։ Քրիստոսն եկավ, որպեսզի մենք տեսնենք։ Ասում է խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ, որպեսզի լուսավորվեն մեր աչքերը, որպեսզի մենք ոչ միայն տեսնենք այն, ինչ որ տեսանելի է մեր մարմնավոր աչքերին, ֆիզիկական աչքերին, ինչ որ տեսանելի է արեգակի լույսով, այլ տեսնենք այն, ինչ որ տեսանելի է աստվածային լույսով, իմանալի լույսով, այսինքն այս աշխարհից անդին տեսնենք իրողություններ, տեսնենք եւ ճանաչենք Աստծուն, հոգիները, հրեշտակներ, այսինքն հոգևոր ոլորտի մեջ ներթափանցենք, ոչ թե մարմնով ապրենք, այլ ապրենք հոգով եւ ճշմարտությամբ։ Մեր Տերն ասում է. ես եմ հովիվը եւ ես պիտի ձեզ առաջնորդեմ։ Գողերը դռնով չեն մտնում, գողերը ուրիշ տեղերով են մտնում։ Եվ գողերը գալիս են, որպեսզի հափշտակեն, գողանան, սպանեն։ Ես եկել եմ, որպեսզի ձեզ կյանք տամ, որպեսզի ձեզ առաջնորդեմ։ Ուր հավիտենական երանության վայրը։ Այն, ինչ Աստված աշխարհի սկզբից պատրաստել է իր սրբերի համար, իր սիրելիների համար, իրեն հավատացողների համար, որպեսզի այս աշխարհի տրտմության հովտից բարձրացնի խաղաղության նավահանգիստը։ Եվ դուռը, որը տանում է դեպի երկինք, ես եմ։ Եթե իմ միջով չմտնեք, չեք կարող տեղ հասնել։ Իսկ ով որ իմ միջով մտնի, կփրկվի, ասում է Տերը։ Եվ ճարակելու բան կունենաք։ Ես եկել եմ, որպեսզի դուք կյանք ունենաք
եւ առավել եւս կյանք ունենաք։ Ոչ թե սպանելու համար եմ եկել, ոչ թե դատապարտելու համար, այլ ձեզ կյանք շնորհելու համար, ճշմարիտ կյանք շնորհելու համար։ Այն ճշմարիտ կյանքը, որ Աստված սահմանել է մարդ արարածի համար։ Բայց ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ մենք այդ կյանքը թողած մարմնավոր կյանք ենք տենչում։ Հոգևոր կյանքը թողած Աստվածային լույսով լուսավորված կյանքը Քրիստոսին հետևելու կյանքը թողած այս աշխարհի օրենքներով ենք ուզում առաջնորդվել։ Աշխարհի օրենքներ եսի նկատի ունեմ այս աշխարհի չար, բիրտ, Աստծո դեմ օրենքներով, սատանայի օրենքներով ենք ուզում առաջնորդվել։ Մենք ուզում ենք այս աշխարհի կյանքը ունենալ եւ այս աշխարհի կյանքը վայելել։ Մինչդեռ Աստված անընդհատ մեզ ցնցում է, որ ինչ եք անում, ուր եք գնում, ետ դարձեք։ Եվ այս ճանապարհին Աստված մեզ լավագույն օրինակներ է տվել։ Այդ լավագույն օրինակներից են այսօրվա տոնելի սրբերը։ Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետը, Մարուքե ճգնավորը եւ Մելիտոս եպիսկոպոսը։ Սրանք բոլորը ապրել են նույն ժամանակներում, 3-րդ դարի վերջերին, 4-րդ դարի սկզբներին։ Եվ եկեղեցու իրականում շատ մեծ սրբերից են եղել։ Թե իրենց ժամանակների, թե հետագա դարերի։ Ես ուրեմն հիմնականում մենք գիտենք այս սրբերից Հակոբ Մծբնա հայրապետի վարքը եւ կյանքը բավականին մանրամասն եւ բավականին այսպես ընդարձակ ձևով գիտենք։ Մյուս երկու սրբերը առնչվում են Հակոբ Մծբնա հայրապետի հետ։ Իրենց մասին քիչ տեղեկություններ ունենք։ Մարուքե ճգնավորը, որը հիշատակվում է Հակոբ Մծբնեցու վարքում, որպես Հակոբ Մծբնեցու հոգևոր առաջնորդ եւ ուսուցիչ։ Ճգնավոր էր, վանական էր, վանահայր էր Մարուքեն, որի մոտ Հակոբ Մծբնեցին իր հոգևոր կրթությունը կամ դաստիարակությունը կամ առաջնորդությունն էր ստանում իր երիտասարդության տարիներից եւ իր ամբողջ կյանքի ընթացքում, որը աստվածային շնորհներով զարդարված, օրհնված մի սուրբ էր, որը մարգարեական եւ հրաշագործության շնորհներ ուներ, Մարուքե ճգնավորը, որը նաեւ ունեցավ իր աշակերտ Հակոբ Մծբնա հայրապետը։ Եվ Մելիտոս եպիսկոպոսը, որը մի պարսիկ զինվորական էր, որը դարձի եկավ, քրիստոնյա դարձավ, հետո թողեց զինվորականությունը եւ կրոնավոր դարձավ, եպիսկոպոս ձեռնադրվեց, հետո հալածանքներ կրեց Պարսկաստանում, գնաց մինչև Երուսաղեմ, Ալեքսանդրիա, հանդիպեց Անտոն անապատականին, Անտոն Մեծին, եւ Անտոն Մեծ իրեն հորդորեց, որ ինքը վերադառնա Պարսկաստան եւ Քարոզի, եւ վերադարձի ճանապարհին հանդիպեց Մծբին քաղաքում Սուրբ Հակոբ հայրապետին եւ Մարուքե ճգնավորին, որոնք մարգարեացան, որ ինքը նահատակության պսակ պիտի ստանա, եւ վերադառնալով Պարսկաստան Քրիստոս էր քարոզում, մինչև որ նահատակվեց Քրիստոսի անվան համար, նահատակության պսակին արժանացավ։ Ես չեմ ուզում Հակոբ Մծբնա հայրապետի վարքը շատ ճոխ է, երկար է։ Այն ժամանակներում ննջեց Մծբինի եպիսկոպոսը եւ քաղաքում ընտրություն եղավ, թե ով արժանի կլինի եպիսկոպոսության աթոռին։ Եվ 5 հոգի էին, որոնց արժանի էին համարում, եւ մեծ հակառակություն էր քաղաքում այս 5 այրերի համար, թե նրանցից ով է առավել արժանին հայրապետական աթոռին, որովհետեւ մեկն այս անունն էր տալիս, մյուսը այն, եւ միաբանության չէին գալիս։ Անժամ քաղաքի այրերը, որ գլխավորներն էին, խորեցին բարձրանալ Սուրբ Մարուգեի մոտ, նրա անապատը, որ տեսնեն, թե ինչ կասի, եւ երբ նրանք գնացին հասան Մարուգեի խցի դռանը, Սուրբը իր սովորության համաձայն աղոթում էր։ Այդ ժամանակ դուրս գալով աշակերտն ասաց. գնացեք եկեղեցու գավիթը, մինչև ավարտի աղոթքը եւ գա ձեզ մոտ։ Իսկ
Սուրբ Հակոբը 3 օր առաջ էր եկել Սուրբ Մարուգեի մոտ եւ վերջինս մարգարեացել էր ու ասել. այսօր համբուրում եմ քեզ որպես միայնակյացի, իսկ վաղը կհամբուրեմ քեզ որպես հոտի առաջնորդի եւ հովվի։ Իսկ Սուրբ Հակոբն ասել էր. սպասիր եղբայր, արժանի չեմ քո ասածին։ Սուրբ Մարուգեն եկեղեցի բարձրացավ եւ եկողներին խոժորված ու գավթում դաս նստած տեսավ։ Երբ տեսան երանելին ոտքի ելան, որովհետև պատկերն ասես հրեշտակական լիներ։ Նա ամբողին նշան արեց, որ լռեն, մինչև ինքը աղոթի եկեղեցում։ Եվ աղոթելուց հետո խմբվեցին երանելիի շուրջը, իսկ նա կանգնել էր նրանց մեջ գավազանին հենված, եւ ամբողը համբուրում էր նրա ոտքերն ու ձեռքերը, եւ Սուրբը հրամայեց նրանց նստել ու լսել իր խոսքը, եւ ասաց նրանց. ինչի համար եք հավաքվել եւ եկել այստեղ։ Եվ նրանք ասացին. եպիսկոպոսության հարցով, իսկ նա ասաց. ում եք կամենում եպիսկոպոսական աթոռին նստած տեսնել։ Եվ ոմանք այս անունն էին տալիս, ոմանք այն, եւ հակառակություն էր նրանց միջև։ Սուրբը խաղաղեցրեց նրանց եւ ասաց. գիտեմ, որ ձեր առաջնորդի մահը տրտմեցրել է ձեզ, սակայն այրերը, որոնց ընտրեցիք, արժանի չեն եպիսկոպոսության, այլ եկեք գնացեք Ամիդ, քաղաքի անունն է, գնացեք Ամիդ, որովհետև այնտեղ եպիսկոպոսների ժողով է եւ այնտեղ է գալու Անտիոքի պատրիարքը եւ նրա միջոցով Սուրբ Հոգին այնտեղ կհայտնի, թե ում է սահմանված նստելու եպիսկոպոսական աթոռին։ Իսկ նրանք ընդունեցին Սրբի խոսքերը, ասես լսած լինեին Աստծո հրեշտակից եւ ելնելով վերադարձան իրենց քաղաքը։ Եվ քիչ օրեր անց գնացին եպիսկոպոսների հավաքին եւ նրանց ողջույն տալով նստեցին։ Եպիսկոպոսները հարցրին նրանց. ում եք կամենում, որ առաջնորդ լինի, եւ նրանք պատմեցին, ինչ որ ասել էր Սուրբ Մարուգեն, թե Սուրբ Հոգին է ցույց տալու առաջնորդին։ Եվ նրանք իմտի առնելով այդ խոսքերը ասացին. աղոթում ենք այսօր Աստծուն, որ մեզ հայտնի, թե ով է արժանի աթոռին։ Եվ գիշերվա պահին ամբողջ բազմությունը կաթողիկոսի հետ միասին մեկտեղ սկսեց աղոթել սաղմոսներով եւ օրհներգություններով եւ հոգեվոր երգերով, նաեւ արտասուքով եւ պաղատանքով Աստծուն էին դիմում այդ խնդրի կապակցությամբ։ Իսկ նա, որ ընդունում է իր երկյուղացների կամքը եւ լսում նրանց աղոթքները, թմբիր բերեց կաթողիկոսի վրա, որ ասես քնի մեջ ընկնելով տեսավ մի գեղապատշաճ երիտասարդ, որն ասաց. Սուրբ Հակոբն է այն այրը, եւ ցույց տվեց տեղը, ուր նա բնակվում էր, որովհետև միայնակյաց էր եւ սքանչելագործ։ Եվ երբ հրեշտակը վեր խոյացավ, կաթողիկոսը արթնացավ եւ բարձրանալով գոհանում էր Աստծուց, որովհետև սովոր էր հոգեվոր տեսիլների։ Եվ շտապով ելնելով եկեղեցի իջավ եւ մարդ ուղարկելով կանչեց եպիսկոպոսներին եւ մծբինից եկածներին եւ պատմեց նրանց տեսիլը հրեշտակի, որ իրեն Սուրբ Հակոբի անունը տվեց։ Եվ ելնելով բոլոր միաբանները մծբին իջան։ Իսկ եպիսկոպոսների ժողովը միաբան նամակ գրեց եւ հավատարիմ մարդկանց միջոցով առաքեցին ու Սրբին կանչեցին։ Եվ երբ եկավ նրանց մոտ, պատմեցին եղելությունը, իսկ Սուրբը կանխավ գիտեր հայրապետների մծբին գալու մասին, որովհետև Սուրբ Հոգին հայտնել էր իրեն, եւ բազում անգամ էր լսել Սուրբ Մարուգեից, թե առաքելական աստիճան է ստանալու, եւ պատկառել էր դեմ կանգնել։ Եվ Սուրբ Հոգու ազգամբ իջավ ժողովարան, որովհետև այնտեղ էին հավաքվել քաղաքի բազմությունը, ուր բոլորը գիտեին Սրբի վարքը
եւ միահամուր սպասում էին Սրբի գալուն։ Եվ երբ եկավ հայրապետների մոտ, ողջույն տվեց նրանց եւ կաթողիկոս հրամայեց նստեցնել նրան։ Սուրբը հարցրեց նրանց. «Ինչու ինձ այստեղ կանչեցիք»։ Եվ նրանք ասացին. «Տերը հայտնեց, որ արժանի ես քաղաքիս եպիսկոպոսության աթոռին»։ Եվ նա ասաց նրանց. «Արժանի չեմ այդ բանին»։ Իսկ ժողովուրդը շտապեցնում էր հայրապետին եւ առավել եւս չէին թողնում, որ Հակոբը շարունակի իր խոսքը։ Եվ հայրապետը շտապ ելնելով վերցրեց Հակոբին եւ եկեղեցի մտան։ Եվ նրա վրա կատարեցին եպիսկոպոսության կարգը։ Եվ երբ Հակոբին եպիսկոպոս ձեռնադրեցին, մեծ ուրախություն եղավ քաղաքում, եւ օրհնություն եւ փառք էին տալիս Աստծուն, որ Սուրբ Հակոբին իրենց հովիվ եւ առաջնորդ կարգեց։ Հակոբը լեռներում ճգնում էր, ճգնավոր էր։ Վարքի մեջ ասում է, կրակի ծառայությունից չէր օգտվում, այսինքն ոչ կրակի վրա բան էր էփում, որ ուտեր, ոչ էլ կրակից տաքանում էր։ Ամռանը, գարնանը, աշնանը բաց երկնքի տակ էր ապրում, միայն ձմեռները փոքրիկ խցերում էր տեղավորվում, ժայռերի խցերում, որոնց մեջ ընդամենը միայն իր մարմինն էր տեղավորվում։ Ուտում էր պտուղներ վայրի եւ ծառերի, բույսերի արմատներ։ Երբեք կոշիկ չէր հագնում, բոկոտն էր քայլում։ Այն աստիճանի, որ մի անգամ Քրիստոս հրեշտակների հետ հայտնվեց եւ հրեշտակներին ասաց. «Տեսեք, դուք անմարմին հրեշտակներ եք, սա մարմնի մեջ է, բայց ձեր վարքով է ապրում»։ Եվ այսպիսի մեկն էր Հակոբը, եւ իրեն անապատից բերեցին, պատմությունը տեսակ թե ինչպես։ Սուրբ Հոգու ազդմամբ, աստվածային նախախնամությամբ կարգեցին Մծբին քաղաքի հայրապետ, ինչը բարձրացրեց Հակոբին հայրապետական աստիճանի։ Եվ ինչպես էին առաջնորդվում եպիսկոպոսները եւ կաթողիկոսը, աղոթքով, գիշեր ցերեկ աղոթում էր, հեռացել էր անապատ, որպիսի աղոթի, որպիսի ճգնի, պահքերի, ճգնությունների, աղոթքների մեջ էր։ Եվ այսպես բարձրացավ հայրապետական գահին։ Այսպես էին ընտրություն անում եպիսկոպոսները, Սուրբ Հոգուն էին հարցնում, Աստծուն էին հարցնում, իրենց խելքով չէին ընտրում, իրենց խելքին զոր չէին տալիս, իրենց ցանկությունների հետևից չէին գնում, այլ ասում էին տեսնենք Աստված ինչ է ուզում, հարցնենք Աստծուն, թող Աստված մեզ պատասխանի, թող Սուրբ Հոգին առաջնորդի։ Եվ Սուրբ Հոգին իրենց առաջնորդում էր։ Աստված իրենց հայտնում էր, որովհետև իրենք աղոթող էին, որովհետև իրենք վստահում էին Աստծուն, վստահում էին Սուրբ Հոգուն։ Ցավոք սրտի, այսօր մեզանում աղոթքը տկար է, թույլ է, պակաս է։ Աղոթքին չենք ապավինում, մեր խելքին ենք ապավինում, մեր իմաստությանն ենք ապավինում, մեր իմացածին ենք ապավինում։ Եվ ինչ վիճակի մեջ ենք հասել, Պողոս առաքյալի ասածի վիճակին ենք հասել։ Ասում է իրենք իրենց իմաստունի տեղ էին դնում եւ հիմարացան։ Մտածեցինք շատ իմաստուն ենք եւ այսօր հասել ենք այս հիմար վիճակին։ Հիմարա վիճակը, շատ հիմար վիճակի ենք հասել, որտեւ մենք մեր խելքով էինք առաջնորդվում, որտեւ Աստծուն չէինք ապավինում, որտեւ չէինք աղոթում։ Ինչ պիտի անենք։ Պիտի սրբերի օրինակին հետևենք։ Պիտի անդադար աղոթենք, պիտի ճգնենք, պիտի չսիրենք այս աշխարհը, փառքը, պատիվը, պաշտոնը, ինչպես Հակոբը չէր սիրում։ Սուրբ Հոգով առաջնորդված բերել էին, ուզում էին իրեն եպիսկոպոս ձեռնադրեին, ասում է ես արժանի չեմ։ Աստված իրեն արժանացրել է, ինքը ասում է ես արժանի չեմ։ Մենք սենց ենք մտածում։
Թե իրար հրելով առաջ ենք ընկնում, որ մեզ տան այդ պատիվը, որ մենք արժանանանք այդ պատվին։ Այսինքն աշխարհիկ ենք մտածում, հոգևոր չենք մտածում։ Եվ մի լավ ֆիլմ կա, այստեղ այս պահին հիշեցի այդ ֆիլմը, ուզում եմ ձեզ հիշեցնեմ, ովքեր չեք տեսեք նայեք։ Կոչվում է Ես գերադասում եմ դրախտը։ Ֆիլմի հերոսը մի քահանա էր, կաթոլիկ, սուրբ մարդ էր, որին ի վերջո հալածելուց հետո Հռոմի պապը որոշեց կարդինալի աստիճան տալ ֆիլմի վերջում, եւ ինքը մերժեց կարդինալի աստիճան ստանալը, ասեց ես գերադասում եմ դրախտը, քան թե կարդինալի կոչումը։ Խնդրենք Սուրբ Հակոբին, իր ուսուցիչ Մարուկե Ճգնավորին, նահատակ եպիսկոպոս Մարտիրոս եպիսկոպոս Սուրբ Մելիտոս եպիսկոպոսին, որպեսզի բարեխոսեն մեզ համար, մենք էլ իրանց ոգով ապրենք, աղոթքի ոգով, ճգնության հոգով, Աստված սիրության հոգով, այս աշխարհը չսիրելու, Աստծուն սիրելու հոգով, Աստծուն մերձենալու հոգով եւ նահատակության հոգով։ Եվ ուզում եմ որպես վերջաբան ընթերցել Պողոս Առաքյալի այսօրվա ընթերցված թղթի վերջի հատվածը։ Խաղաղության Աստվածը, որ մեռելների միջից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ հովիվն է, թող հաստատ պահի ձեզ բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը եւ մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս ամեն։ Թող Աստված մեր մեջ կատարի միայն իրեն հաճելի բաները։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, ամեն։